Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր ելույթներից մեկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերինն էր, որտեղ նա հայտարարել է, որ Եվրոպան պետք է կարողանա ոչ միայն դիվանագիտական աջակցություն ապահովել, այլև կոշտուր ցուցաբերել, պաշտպանելու իր քաղաքացիներին եւ արժեհամակարգը։ Նա զեկուցել է, որ Եվրոպան պետք է ինքնուրույն կարողանա զսպել ցանկացած ագրեսիա, ընդգծելով ուժեղ համագործակցություն Եվրամիության հետ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համաժողովում շեշտել է, որ Եվրամիությունը պետք է իրական գործիքներով իր պաշտպանական պարտավորությունները դարձնի պարտադիր եւ ոչ միայն բառերով արտահայտվող քաղաքականություն։ Նրա խոսքով մեկը բոլորի համար բոլորը մեկի մոտեցումը այլևս չպետք է թողնել միայն թղթի վրա։ Նա ընդգծել է, որ համագործակցությունը պետք է ընդգրկի ոչ միայն ռազմական, այլև ռազմավարական եւ տեխնոլոգիական բնագավառները, որպեսզի Եմեն կարողանա արագ եւ միասնական արձագանք տալ ցանկացած սպառնալիքի։ Ըստ նրա, անդամ պետությունները պետք է ունենան ընդհանուր գործողությունների ծրագիր, որը կպաշտպանի ոչ միայն սահմանները, այլև քաղաքական բնակչությանը եւ կաջակցի խաղաղության եւ կայունության ամրապնդմանը ամբողջ մայրցամաքում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ընդգծել է, որ հակառուսական քաղաքականությունն ու օգնությունները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, որքան Ռուսաստանը ուժ ունի։ Նա նշել է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է միասնական լինեն եւ միաժամանակ աշխատեն ոչ միայն ռազմական, այլև քաղաքական ու տնտեսական ճնշումների միջոցով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևոր է համարել ուժեղ եւ միասնաբար գործող Եվրոպան խաղաղության բանակցություններում զիջումներից խուսափելու համար։ ԱՄՆ միջնորդությամբ հաջորդ փուլը կենտրոնացած է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումների վրա, որը կանցկացվի Ժնևում փետրվարի 17-ից 18-ը։ Բանակցությունները անցկացվելու են եռակողմ ձևաչափով Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Ուկրաինայի ղեկավարությունը, այդ թվում նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է կառուցողական բանակցությունների, հանուն երկարաժամկետ խաղաղության, իսկ ԱՄՆ-ն փորձում է ավելի ընդգծել բազմակողմանի ճնշման քայլերը, դիվանագիտական եւ տնտեսական միջոցներով։ Ուկրաինայում եւ Ռուսաստանի սահմանային շրջաններում արձանագրվել են ծանր հետևանքներով դրոնային հարվածներ։ Ընդամենը օրեր առաջ նախատեսվող միջազգային հաշտության նոր բանակցություններից ուկրաինական կողմի հաղորդմամբ Ռուսաստանի դրոնը հարվածել է Օդեսա քաղաքի բնակելի շենքին, ինչի արդյունքում զոհվել է մի տարեցկին եւ վնասվել են բնակարաններ։ Միաժամանակ Ուկրաինայի կողմից իրականացրած դրոնային հարվածը վնասներ է հասցրել Ռուսաստանի Բրյանսկի մարզում, որի հետևանքով սպանվել է մեկ քաղաքացի։ Այս զարգացումները տեղի են ունենում հաջորդ շաբաթ Ժնևում նախատեսվող նոր բանակցություններից առաջ։ Իրանում շարունակվող լայնածավալ ցույցերի ֆոնին քաղաքացիները պահանջում են համակարգային փոփոխություններ, ազատություն եւ մարդու իրավունքների պաշտպանություն։ Իրանի վերջին շահի որդին Ռեզա Փահլավին փետրվարի 14-ը հայտարարել է որպես նոր ազդանշան շարունակվող պայքարի եւ գլոբալ ուշադրության կենտրոնում Իրանի ընդդիմության համար եւ հորդորել կազմակերպել ցույցեր ամբողջ աշխարհում։ Նա շեշտել է, որ միջազգային աջակցության ցուցադրումը կարևոր է Իրանի քաղաքացիների պայքարը տեսանելի դարձնելու եւ ճնշումը մեծացնելու համար։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների շրջանակում դաշինքի անդամ երկրները շարունակում են համատեղ ջանքեր գործադրել, փորձելով նվազեցնել հակամարտության վտանգներն ու գտնել քաղաքական լուծումներ։ Բանակցությունները ներառում են ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական եւ տնտեսական ուղղություններ, ինչը նպաստում է կողմերի միջև վստահության ստեղծմանը։ Չնայած լիակատար համաձայնության հասնելը դեռ անհասանելի է, այս հանդիպումները կարևոր ազդակ են խաղաղության պահպանման եւ հակամարտության ճնշման համար։ Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շեշտել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել տրանսատլանտյան դաշինքը, ընդգծելով, թե ԱՄՆ-ն միշտ կմնա Եվրոպայի մի մասը նույնիսկ տեխնոլոգիական եւ տնտեսական տարաձայնությունների ֆոնին։ Նա քննադատել է որոշ արևմտյան քաղաքական քայլեր, դրանք որակելով որպես սխալներ, որոնք թույլ են տվել գլոբալ անվտանգության մարտահրավերների խորացում եւ կոչ արել նոր կերպով վերապատրաստել համագործակցությունը հանուն ընդհանուր շահերի։ Reuters-ի համաձայն Միացյալ Նահանգները պատրաստվում են հնարավոր շաբաթների ընթացքում շարունակվող ռազմական գործողությունների Իրանի դեմ, եթե նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ռազմական սցենարը իրականություն դառնա։ ԱՄՆ բանակը նախատեսում է կիրառել ուժ պետական կառույցների եւ անվտանգության ծառայությունների նկատմամբ, որպեսզի ճնշման տակ պահի իրավիճակը այն դեպքում, եթե դիվանագիտական համաձայնությունների փորձերը ձախողվեն։ Հնարավոր ռազմական գործողությունները կարող են առաջացնել ավելի լուրջ բախումներ եւ ավելի բարդ իրավիճակ 2025 թվականի համեմատությամբ։
Փետրվարի 17-ին Ժնևում նախատեսվում են երկու բանակցությունների փուլ մեկ օրում, որոնց ժամանակ կքննարկեն Ռուսաստանին եւ Ուկրաինային, ինչպես նաեւ Իրանի հետ կապված հարցերը։ Առավոտյան ԱՄՆ-ի պատվիրակությունը հանդիպելու է Իրանի ներկայացուցիչների հետ, քննարկելու միջուկային ծրագրի բարդ հարցեր եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։ Այդ նույն օրը ծրագրված է նաեւ Ուկրաինայի շուրջ երկրորդ նիստը հակամարտության լուծման հնարավոր ուղիները քննարկելու համար։ Այս ձևաչափը թույլ է տալիս երկու ճակատներում դիվանագիտական ջանքերը շարունակել միաժամանակ, բարձրացնելով բանակցությունների արդյունավետությունը։